որոնց մասին խոսելիս կամ որոնց հանդիպելիս ակամայից վերադառնում ես մանկություն։ Այդպիսի մարդկանցից է մեր շատ սիրելի Սամվել Առաքելյանը։ Շնորհավորում եմ քո ծննդյան տոնը, իմ շատ սիրելի Սամվել։ Ցանկանում եմ քեզ առողջություն, անսահման ուժ ու եռանդ, որպեսզի դեռ շատ երկար տարիներ կարողանանք վայելել քո չկրկնվող ու յուրահատուկ հումորը։ Քեզ շատ սիրող Նազիկ Ավդալյան։ Ողջույններս հեռավոր Ավստրալիայից, վարպետների քաղաք Գյումրիին, սիրելի գյումրեցիներ, սիրելի հայ ազգ, մենք բոլորս այսօր պետք է շնորհավորենք մեր շատ սիրելի Սամելի, մեր շատ սիրելի Նիկոյի ծննդյան տարեդարձը։ Նիկո ջան, աղբեր ջան, ի սրտե ծնունդդ շնորհավոր, ցավդ տանեմ, ինչքան դու ես մեր ազգին ուրախացրել, թող Աստված կրկնապատիկը քեզ եւ քո ընտանիքին ուրախացնի, եղբայր։ Առողջ եղիր, միշտ մեր ազգին ուրախացնես, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր։ Ծոապ ջան, բարև, ըմբես եմ կարոտել օր։ Հիմա ուզում եմ ընդամենն ասել, սիրում եմ քեզ, իմ տաղանդավոր ընկեր, առողջ եղիր, բախտավոր, երջանիկ, սիրառատ, բերքառատ, փողառատ, ու միշտ մեզ զարմացրու եւ հիացրու քո հրաշալի դերակատարումներով։ Դու դերասան չես, դու դերարար ես, որի համար ոչ միայն ես, այլ հայ ժողովուրդը քեզ շատ է սիրում։ Ամենալավն ու բարին, Աստված պահապան, առաջնորդ քեզ, սիրում եմ ու միշտ ուզում եմ քո լավ դերերով հիանամ ու նորից ոգեշնչվեմ։ Սամվել Առաքելյան, Նիկո ջան, իմ լավ ընկեր, իմ բարի, ազնիվ ու տաղանդավոր ընկեր։ Ես սրտանց շնորհավորում եմ քեզ քո ծննդյան կապակցությամբ, տոնի կապակցությամբ, ցանկանում առողջություն։ Մեր տարիքում իմ ամենաշատ ու մեզ համար ամենակարևորը առողջությունն է։ Ցանկանում եմ առողջ լինես, հաջողակ միշտ բեմում եւ միշտ շրջապատված լավ ընկերներով, լավ մարդկանցով։ Դու այնքան բարի ազնիվ մարդ ես, որտեղ որ քո անունը հնչում է, մարդկանց դեպքին շփիտ ու բարիություն է գալիս։ Այդ գալիս է քեզնից, քո այդ լավ էմոցիաներից։ Ես քեզ ցանկանում եմ, որ դու միշտ այդպես շփտաս, բարիություն, ծիծաղ, հումոր եւ երջանկություն ապարգևես մարդկանց։ Իմ լավ ընկեր, տոնը շնորհավոր, լինես միշտ իսկապես լավ մարդկանցով շրջապատված։ Наша Армения всегда славилась яркими комическими артистами, но первое место, конечно же, всегда занимал ленинаканский юмор. Столица армянского прикола, армянской шутки. И здесь я хотел бы, конечно, выделить замечательного артиста, моего друга, актера Самвела Аракеляна. Артист с прекрасной внешностью. Вот на него смотришь и уже начинаешь смеяться, улыбаться. И что самое интересное, он актер многоплановый, не только комедийный, он играет и серьезные роли. Я видел его. И самое главное, что в нем есть, это, как и у многих наших армян, это печальные глаза, которые придают особый статус этого артиста. Он лирико-комедийный актер. И, конечно же, он продолжатель той самой школы великого Фрунзика Макартычана. Этакий армянский маленький Чарли Чаплин с грустными, печальными глазами. Я хочу поздравить тебя, дорогой Самвел, с твоим днем рождения. Пожелать тебе здоровья, удачи, добра, много интересных ролей в кино и, конечно же, исполнения всех твоих творческих желаний. А я знаю, что ты очень многое сделал и еще очень многое можешь сделать в театре и в кино. Долгих лет жизни тебе. Радуй нас как можно дольше своими яркими ролями. Всегда с тобой рядом. От души тебя поздравляю. Заслуженный артист России Карен Аванесян. Ես պիտի խոսեմ իմ ընկերոջ մասին, Նիկոյի մասին, կաշխատեմ կարճ լինել, որպես հայր, որպես ընկեր, որպես պապիկ, ուզում եմ ասել, որ ինքը գտնվում է բավականին բարձր աստիճանի վրա, մեծ արժեք ունեցող աստիճանների վրա, բարի մարդ է, խելացի մարդ է, խելոք մարդ է եւ մի ասեմ, քանի որ ասել են կարճ պիտի խոսեմ, Մի ասեմ մի բան, որ
Եթե նկարահանման հրապարակում ինչ որ եթե պետք էր մարդ սրսկել, Նիկոյում դի սրսկեն։ Եթե պետք էր մեկին դի խորով ենք, իհարկե պարզը կրակը մի քիչ հեռու է արված, բայց ինքը վառվեց, պետք է խորով ենք, Նիկոյին պետք է խորով ենք։ Եթե պետք է սրսկենք, կարծեմ ասեցի Նիկոյին պետք է սրսկենք, մի խոսքով պրոֆեսիոնալ մարդ է, բայց ես զարմացա, երբ որ բան ենք նկարում եւ դագաղի մեջ պարգելու տեսարան կար, ամենայն դեպս մեզանից ոչ մեկը չէր համաձայնում, իսկ Նիկոն որպես երևի մեզնից ավելի պրոֆեսիոնալ մարդ համաձայնվեց։ Տաղանդավոր մարդ, շնորհալի մարդ, լավ ընկեր, լավ բարեկամ, լավ հարազատ։ Բայ։ Ուզում խոսել իմ լավ, հին, շատ հին ընկերոջ մասին, Սամվել Արաքելյանի։ Ժողովուրդը նրան Նիկոյ ասում, Նիկոյ ճանաչում, հրաշալի մարդ, հոյակապ դերասան, անկրկնելի հայր, անկրկնելի ամուսին, բայց այս վերջերս սկսել է բողոքել, գլուխս է ցավում, ճշում ունեմ, թոկապորբեմ, շաքարս հելավ, մի բողոքել, առողջ եղի, շատ կարևոր է առողջ լինելն է, առողջ լինես, որ լավ ստեղծագործես, լավ ներկայացումների մեջ դերեր ստեղծես, նոր կերպարներ, նոր ֆիլմեր նկարահանվես, դու կարող ես իմ լավ ընկեր, հասկանում ես, առողջ եղիր, որ միասին նորանոր հաջողություններ հասնենք, նորանոր հաղթանակներ տանենք, ես սիրում եմ քեզ, Խելար Սամո։ Ամենահեշտը ընկերոջը ծնունդը շնորհավորելն է, որովհետև չես ման գալիս խոսքեր, այդ խոսքերը ծնվում են, գալիս են։ Սամվել Արաքելյան, Սամվել, Նիկո ջան, ոնց կրնի այդ մարդու ծնունդը չշնորհավորել։ Ախր ինքը լավ մարդ է, բացի մարդկային կարողություններից, բայց դերասան է, դերասան, լավ դերեր խաղացել է, լավ դերեր խաղում է, ու լավ դերեր դեր պետք է շատ խաղը, ուրախացնի իր հանդիսատեսին։ Սամվելից դերերը մի հատկություն ունեն, ծիծաղալու են, բայց մի փոքր որ մտածում ես, լրջություն է գալիս, որովհետև լրջություն կա այդ ծիծաղի մեջ։ Սամվել ջան, ծնունդը շնորհավոր, եղիր առողջ, ուրախ, ցանկությունների կատարում, թող ցանկությունների գոնե մի 72%-ը կատարվեն, ու ես էլ քո հետ միայն ուրախ կլինեմ, շնորհավոր ծնունդդ։ Հարգանքներս, հարգելիներս, ես եւ իմ ընկերները ցանկանում ենք ի սրտե շնորհավորել մեր ընկերոջ Սամվել Արաքելյանի 50 տարվա, այսինքն կես դարա աշխատանքի արդիվ, մաղթել նրան երջանկություն, առողջություն և անխնա աշխատանք։ Հարգելիներս, ինչպես ասում են, բեմը չի ծերանում։ Իսկ մեր Նիկոն, ինչպես երևում է, որոշել է ապացուցել, որ դա ճիշտ է։ Ասում են, կյանքը բեմ է, բայց քո դեպքում, հարգելի Նիկո, բեմը կյանք է։ 50 տարի անցել է, բայց դու դեռ այն նույն անհանգիստ, չլսող, չհանդուրժող Նիկոն ես, որին բեմը դեռ բեմից դուրս չի թողել։ Այսօր ոչ թե 50 տարվա անցածով ենք նշում, այլ 50 տարվա այն
լույսը, որից մենք էլ մեր փոքրիկ բաժին ունենք։ Շնորհավոր բեմական կես դայրա քո անցած ճանապարհը։ Թող առաջիկա 50, այսինքն առաջիկա կես դայրա ճանապարհը լինի ծափահարություններով, ստեղծագործական նորություններով, նոր դերերով լեցում։ Մենք քեզ մաղթում ենք ոչ թե հանգիստ օրեր, հարգելի Նիկո, այլ գործունյա կյանք։ Կրկնեմ նորից ծափահարություններով, սիրով ու երբեմն էլ մի քիչ հեգնանքով, որպեսզի չմոռանաս, որ դու միաժամանակ նաև մարդ ես, հայր ես, արտիստ ես ու հայրենասեր, հայ ես վերջապես։ Շնորհավոր ես դայրա անցած ուղիդ։ Մաղթում ենք քեզ շատ եւ շատ առողջություն, որպեսզի կարողանաս հաղթահարել հաջորդ կես դարը։ Այսքան բան, Նիկո ջան, մեր մաղթանքներից։ Եթե ավելացնելու ունես, խնդրեմ ավելացրու։ Պատիվ ունենք։ Երբ ես իմացա, որ կարող եմ գնալ Գյումրի եւ բեմադրություն անել, այն էլ իրենց առասպելական հերոսի մասին քաղքի Պոլոս Մոկուչին մեծ ոգևորությամբ գնացի, բայց զարմացա մի կարևոր բանի վրա։ Այդ պիեսի բոլոր դերերի դերակատարները այնտեղ կային։ Ապշելու եւ այնքան փայլուն կատարեցին ամեն մեկը իրենց դերը հիացած եմ։ Ես ունեմ իմ ձեռագիրը, որ միջազգային կինո եւ թատերական փառատոներում արժանացել եմ լավագույն արտիստ, ռեժիսոր եւ Գրան-պրի մրցանակների։ Այնպես էի արել, որը կարող էր մոտ 50 անգամ ամենաքիչ անշլակ այդ ներկայացում գնար։ Բայց իհարկե կային այնտեղ ուժեր, որ իրենց պետք չէր լավագույն ներկայացում։ Իրենց պետք էր մեկը գար, չկարողանար, աներ, խառնվեին ու ասեին փրկեց, դա միջակ մարդու հոգեբանություն չստացված։ Ինչևից է, ինչ վերաբերում է Սամվել Առաքելյանին, մեր մեջ ասած Նիկոին, դա մի արտիստ է, որ իր ներսում այնքան արտիստական գաղտնիքներ ունի, որ ինքն էլ չգիտի։ Ռեժիսորը պետք որ մեկ-մեկ բացահայտի իրեն։ Եվ ավելին ասեմ, որ զարմանալի է տարիքում մարդիկ իրենց գույնը կորցնում են, խամրում են, իսկ Սամվելը ոչ, այդպես էլ գունեղ մնացել է։ Ես իմ ջերմությունն եմ հայտնում բոլոր դերակատարներին, բոլոր դերասաններին, ի սրտանց ցանկանում եմ փառահեղ վերելքներ։ Թող Աստված իրականացնի, ի սրտանց եմ ասում, եւ թող լինի այդպես։ Ամեն։ Շնորհավոր ծնունդը Սամվել Առաքելյան, իմ սիրելի ընկերին, հին ընկեր։ Շնորհավորում եմ, ցանկանում եմ քեզ առողջություն, ամենալավագույնն ես աշխարհում, ցանկանում եմ, որ ամեն առավոտյան արթնանալիս հրաշքներ տեսնես, հրաշք, հրաշալի հայր, հրաշալի պապիկ, հրաշալի ամուսին, ես քեզ ցանկանում եմ բեմական երջանկություն, ծափեր ու ծիծաղներ, գիտես, դերասանը երբեք չի մեծանում, դերասանը երբեք չի ծերանում, հաղթում են դերասանը, ով բեմում մնում է հավերժ 5 տարեկան, մանկան անկեղծությամբ, մանկան պարզությամբ, Սամ ջան, այդ ամեն ինչը դու քո մեջ ունես,
ես քեզ ցանկանում եմ միշտ առողջ լինես, ուրախացնես Գյումրին ու Գյումրեցուն, ինչքան որ հուր կա իմ սրտում, բոլորը քեզ, ինչքան կրակ վառ ու խնդում, բոլորը քեզ, բոլորը տամ ու նվիրեմ, ինձ ոչ մի հուր թող չմնա, դու չմրսես ձմռան ցրտում, իմ հին ընկեր, բոլորը քեզ, շնորհավոր ծնունդդ, իմ հին հուշերի հեռավոր Գյումրին, միշտ ուրախ պահի, իմ հին ընկեր։ Ինչ կարելի ասել մեր շատ սիրելի, բոլորիս կողմից շատ սիրելի Սամվել Առաքելյանի մասին, Նիկոյի մասին խոսելիս մարդ նախ եւ առաջ պետք է իմանա Սամվելի անցած ճանապարհը, երկար, հետաքրքիր, բազմերանգ ճանապարհը։ Սամվելը կարողանում է այն ամենավերջի ծայրահեղ ֆարսից մինչև լուրջ դրամա, ողբերգություն ներկայացնել որպես դերասան։ Հեռուստատեսության հետ այնպիսի կապ ունի, որ նա ամենայն սկիզբն էր, լենականցիկով անում էին այն եռյակը ծոյի մասին չպատմեմ, ծոյի մասին չպատմեմ, սկեչերի եւ այն հումորեսկների մասին, որը ապրեցրեց մեր ժողովրդին շատ ծանր տարիների ընթացքում։ Ինձ նույնպես, որպես դերասան եմ եղել այն ժամանակ եւ նույնպես ինձ էլ ապրեցրել է։ Այսինքն ծառայությունը եւ թատրոնին եւ հեռուստատեսությանը եւ կինոյին Սամվելի մոտ հավաքված է մի ամբողջ այսպես մի կլոր սեղմված մի մեծ այսպես ադամանդի մեջ իր գունային տեսակով իր յուրահատուկ տեսակով Սամվելը զարդարել է բազմաթիվ ներկայացումներ Սամվելը կարող է խաղալ յուրաքանչյուր թատրոնի բեմում, ես նկատի ունեմ ժանրային թատրոններ, դրամատիկական թատրոն, երաժշտական թատրոն, կամերային, օպերետա եւ չթվարկեմ մնացածը չթվարկեմ իր հետաքրքիր գույնով եւ տեսակով իհարկե դա տրվում է միայն այն մեծահոգի մարդկանց եւ այն բարի հոգի ունեցող դերասանների, որոնց որ ինձ լենականցի ընկերներս են ասել, հենց առիթ է հիմա որ ասեմ եւ շեշտեմ դա, Աստված այսպես ձեռքը պահում է մեկ էլ այսպես, վերում դնում է մեկի այսպես ուսին, մեկի գլխին ու ասում է գիտես ինչ, քո ճանապարհը ընտրված է, դու դերասան ես, դու պետք է դերասան որպես ապրես, դա է տրվում, դա է քո ճանապարհը, Սամվել Առաքելյան, Նիկոյի ճանապարհը, այո, հենց դա է, եւ դա Աստված է որոշել, ոչ թե մենք, մահկանացուներս, կամ որևէ ժուրի, կամ որևէ հանձնաժողով, Սամվելը վերուստ ընտրված դերասան է Աստծո կողմից, բազմաթիվ աշխատանք նորից կկրկնեմ, հեռուստատեսության մեջ, կինեմատոգրաֆի մեջ եւ իհարկե թատրոնի ծառայությունը, թատրոնը դա ծառայություն է, բեռ է, դա լավ, ուժեղ տղամարդու բեռ է աշխատել թատրոնում, Սամվել Առաքելյան, Նիկո ջան, գիտեմ, որ մոտենում է Օբելարը եւ չգիտեմ, իմ հաշվարկով 27 տարեկան ես դառնում, ինչ, չէ, 25 չեմ կարող ասել, իջնելու տեղ չկա, ես Ֆրանսիայում եմ ապրում, ասեմ 27 ես։ Ես շատ կուզենամ այն գույնն ու ջերմությունն ու երանգը, որը որ Սամվել Առաքելյանը մեր Նիկոն փոխանցել է հանդիսատեսին, չմոռանանք նաև կոմերցիոն ներկայացումների մեջ խաղալով փոխանցել է մեր հանդիսատեսին, այդ լուրջ էներգետիկան ապրացրել է եւ ապրեցնում է մարդկանց։ Եվ մի բանը վստահ կարող եմ ասել Սամվել Առաքելյանի պես դերասաններից մեր ամենաթանկ զգացողությունն է առաջանում մեզ մոտ։ Ներկայացման մեջ ֆիլմում հեռուստատեսությամբ իրեն նայելիս ինչ էլ որ լինի զգացողություններն ու ապրումները հաստատ ամենակարևորն է մարդու պարգևում։ Նիկո ջան, ժպիտը, որ միշտ մեզ պարգևում ես, ժպիտը, դա ծայրահեղ բարդ բան է, անկեղծ ժպիտ պարգևել մարդկանց, կյանքում լինել ընտանիքի ամուսին, ընտանիքի մարդ, իսկ բեմում եւ արվեստում ամենաթանկը լինել հանդիսատեսին, ժպիտը, այդպիսի մի սիմվոլ է մեր Սամվել Առաքելյան Նիկոն, Նիկո, ժպիտ, այսպես համաձուլվածք է,
Աստծո կողմից ընտրված։ Սամվել Առաքելյանի մասին շատ ավելի բաներ կասեի, չի երիքի, ձեր եթերը չի երիքի, այնքան բան կպատմեմ, չի երիքի, ես կանա շատ ենք սիրում քեզ։ Եվ դժվար է խոսել, քանի որ ընտանիքդ էլ ենք ճանաչում, քեզ էլ ենք ճանաչում, մեր ընտանիքով նկատի ունեմ, եւ բացի այդ, չճանաչենք յուրաքանչյուր մարդը, միևնույն է ասել են ինչ որ ես իմ թլատ լեզվով փորձեցի փոխանցել։ Շատ ենք սիրում քեզ, շատ են սիրում քեզ քո հանդիսատեսը, շատ են քեզ սիրում այս աշխարհի մարդիկ։ Սամվել Առաքելյան Նիկո։ Սամվել Առաքելյան Նիկո, մի անձնավորություն, մի ողջ տիեզերական ամբողջություն, ինչ կարելի ասել իր մասին։ Իր մասին կարելի է ամբողջ օրը խոսել եւ չհոգնել, միշտ պատմել եւ չձանձրանալ։ Թատրոնի, կինոյի, մարդ տեսակի, ընտանիքի, մարդ, որին հնարավոր չի չսիրել, որի արվեստը հնարավոր չի չգնահատել։ Նիկո, մի աշխարհ, մի բեմ, բայց ամբողջական բեմ, որը կարող է սովորեցնել, կարող է ցույց տալ, թե ինչ է նշանակում իրական թատրոնը, արվեստը, կինոն եւ ընդհանրապես մարդ որակը։ Նիկո ջան, քեզանից լիքը կարող եմ խոսել, հատկապես որ շուտով քո ծննդյան տոնն է գալիս։ Ինչպես միշտ դու միշտ ժպտա, միշտ ուրախացրու բոլորիս, որ միշտ արել ես, բոլորիս ուրախացրել ես քո ներկայությամբ, քո արվեստով, սիրում ենք քեզ շատ, ընտանիքի հետ, երջանիկ, ուրախ, մեր հետ էլ անակնկալներով, լի ուրախություններով, մի ողջ տիեզերք Սամվել Առաքելյան Նիկո, սիրում ենք քեզ շատ։ Ողջույն սիրելի գյումրեցիներ, ողջույն Սամվել ջան, ուրախ եմ, որ դու այսօր նշում ես քո բեմական 50-ամյակը, նաև քո ծննդյան տարեդարձը։ Սրտանց շնորհավորում եմ երկու այդ գեղեցիկ տոների կապակցությամբ։ Ցանկանում եմ, որ լինես առողջ, երջանիկ, քո ընտանիքի հետ միասին, քո զավակների, թոռների հետ միասին, դու շատ լավ մարդ ես, շատ լավ ընտանիքի հայր, լավ պապիկ ու շատ լավ արտիստ, խոսքեր չկան։ 50 տարի ինքնագործ խմբից մինչև մեծ բեմ հասնելը շատ քչերին է դա հաջողվում։ Ես ինքս անցել եմ այդ ճանապարհը, Պիոներ Պալատ, դպրոցական բեմներ, ինչ-որ խմբակներ, նոր հետո հասել եմ մեծ բեմի։ Դա շատ դժվարին ճանապարհ է, որ ոչ նորից եմ ասում, որ քչերին են կարողանում հաղթահարել դա։ Եվ ուզում եմ, որ դու միշտ լինես առողջ, միշտ լինես բեմում եւ ուրախացնես քո հանդիսատեսին։ Քեզ ժողովուրդը սիրում է, անկախ ամեն ինչից, անկախ կարգավիճակից, միևնույն է, բոլորը քեզ սիրում են։ Թե քո ներկայացումները, թե ֆիլմերը քո մասնակցությամբ որ կան, եւ դա շատ կարեւոր է։ Պահիր այդպես, այդտենց միշտ լավ տրամադրության մեջ մարդկանց հանդիսատեսին եւ դա կլինի հենց հաղթանակ։ Թեպետ արտիստին միշտ պետք է հաղթանակներ, որովհետեւ ստեղծագործող մարդը միշտ ստեղծագործում է, ինքը չի նստում բարավ, անընդհատ ինչ-որ շարժման մեջ է։ Ես ուրախ եմ, որ մենք ծանոթացել ենք եւ մենք հիմա լավ ընկերներ ենք։ Դեռևս 1996 թվականից 30 տարի առաջ Գյումրիում թատրոնում մենք ծանոթացանք։ Դուք այն ժամանակ ունեիք մի այսպիսի թիմ։ Մենք Սաթիրայի թատրոն, դու էիր, Արթուրը Հակոբյան, Հովհաննեսը, մի խոսքով շատ լավ թիմ էր ձեր թիմը։ Դուք Գյումրիում էիք ուրախացնում մարդկանց, մենք Երևանում, բայց արդյունքում նույն գործն էինք անում։ Այն ինչ որ տրված է յուրաքանչյուր արտիստին։ Սամվել ջան, ողջ լինես, առողջ լինես ու ես քեզ միշտ բեմում տեսնեմ։ Ու մի ցանկություն էլ ունեմ, որ միասին նշենք քո բեմական 100-ամյակը ևս։ Սիրում եմ գյումրեցիներին, եթե մի գաղտնիք բացեմ, եթե նոր սկսնակ արտիստներ են մի հայտ գալիս, թե լինի դերասան կամ երգիչ, ես հարցնում եմ Գյումրիում ելույթ ունեցել ես, գյումրեցին քեզ ծափվել է, եթե ասում են չի, ասում ուրեմն դու դեռ շատ անելիքներ ունես։ Գյումրին մի այդ այսպես իրանով վերցրած լաբորատորիա ասեմ, այսպես որ քննության պես մի բան պետք է անցնես Գյումրիում, եթե գյումրեցի ծափվեց, ուրեմն քեզ համակարգ ծափվի։ Լավ լինեք, Սամվել ջան, առողջ լինես, ուրբանա տեղնիմ։ Երկար տարիներ ես կամ այս արվեստի քաղաքի ամբողջ Երուսաղեմի մեջ, որտեղ կան շատ նշանավոր մարդիկ, շատ արժեքավոր մարդիկ, արժեքավոր արվեստագետներ, որոնցից մեկը մեր շատ սիրելի ընկերը Սամվել Առաքելյանն է։
այսօր ինքը տոնելու է իր ծննդյան տարեդարձը եւ ես կուզենամ, որ այդ տարիները ձգվեն շատ երկար, որովհետեւ Սամվելի յուրաքանչյուր դերակատարում նոր ուրախություն, խինդ, ծափ ծիծաղ է բերում յուրաքանչյուր ընտանիքի եւ ինքը հենց երևում է բեմին կամ էկրանի վրա արդեն ծիծաղը պատրաստ է, արդեն ուրախությունը պատրաստ է եւ ծափերը պատրաստ են։ Ես կուզենամ, որ Սամվելի կյանքում լինեն շատ երկար ծափահարություններ, սրտառուտ ծափահարություններ, թող Աստված տա նրան ժամանակ երկար ապրելու, ստեղծագործելու եւ մեր կյանքը հարստացնելու համար։ Սամվել Արաքելյանի մասին խոսելուց կարելի է երկակի ստանդարտներ վերցնել եւ խոսել իր մասին, որովհետեւ ինքը այն ամենակիչ մարդկանցից մեկն է, ով կարողանում է իրեն դրսևորել տատերական աշխարհի մեջ հատկապես եւ կոմիկ դերասանության եւ ավելի մելանխոլիկ տերերի մեջ։ Ես Սամվելին ճանաչել եմ դեռևս 90-ական թվականներից, ես ավելի փոքր եմ տարիքով քան ինքը եւ այն ժամանակ, երբ որ մտուցուր տարիներն էին ու Սամվել Արաքելյանը հանդես էր գալիս իր կոմիկական փոքրիկ սկեչերով, կարելի ասել, երեք ընկերներով կարողացան Գյումրի քաղաքում զարթոնք մտցնել եւ մարդկանց հոգիները մի քիչ փառավորել կոնե ծիծաղի միջոցով իրենց մոտ դա ստացվեց։ Սամվելը այդ դերասանն է, ով կարող էր մարդուն տալ ապրելու այսպես ցանկություն, հնարավորություն, սիրտ, հոգի։ Սամվելը կարողացավ դա անել։ Սամվելի մոտ դա ստացվեց։ Հետագայում, երբ որ մեր արդեն ինքը որպես իմ տարիքի հասակակիցների շրջանակներում, մենք այդպես էինք, մեր մեջ տղավորված էր այդ բանը, որ Սամվելը կոմիկ դերասան է։ Եվ ես իրեն փողոցում տեսնելուց անընդհատ իմ ուղեղի մեջ իր դերերն էր անընդհատ։ Բայց երբ որ սկսեցի արդեն իրեն ավելի մոտիկից ճանաչելու, ավելի հասկանալ, թե ինքը ով է ու մի քանի անգամ բախտ ունեցա ներկա գտնվելու իր ավելի լուրջ, այսպես դասական թատրոններին, հասկացա, որ Սամվելը կոմիկ դերասան չէ։ Սամվելը պարզապես սիրում է մարդուն պարգևել իր ներսի աշխարհը ավելի զարմանալիորեն տեղավորվելու հնարավորությունը։ Սամվելը մանավանդ վերջի շրջանում պիտի ասեմ, մի քանի տարի առաջ էր, որ տեղի ունեցավ թատրոնը, Մեսրոպ Մաշտոց բեմադրությունը եւ այդ թատրոնի մեջ Սամվելը իր դերը կատարեց երևի պատմական այդ հերոսից ավելի լավ, քան որ հերոսը ինքը կլիներ այդպեսին։ Սամվելի յուրաքանչյուր խաղը, յուրաքանչյուր միմիկան, յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր տողը ինքը խոհափիլիսոփայական վերլուծության ենթակա է եւ Սամվելը ինքը որպես մարդ այդպեսին չէ, ինչպեսին որ թատրոնում է, բայց ինքը թատրոնում այլ է, ավելի լուրջ է, ավելի հնարամիտ է ու ավելի ստեղծագործող է, քան կյանքում։ Կյանքում իր հետ շփվելուց պարզապես պետք է իրան շատ արագ ընտրնես, որովհետև իր ամեն միտքը կարող է քեզ տանել աշխարհի այն ծայրը, հետո այն ծայրից շատ արագ տեղափոխել մեկ ուրիշ աշխարհ, իրան պետք է հասցնես իր կարդալ, որովհետև ինքը այն մարդկանցից է, ով չի կանգնում, ինքը նույնիսկ գիշերը քնելու ժամանակ է մտածում եւ այդ մտածածը առավոտ շուտ անմիջապես կամ հանձնում է թղթին կամ էկրանին։ Ես Սամվելին շատ հարգում եմ, սիրում եմ, ընդունում եմ։ Սամվելը բացառիկ այն մարդկանցից մեկն է, ով գյումրեցուն վայել կեցվածք ունի եւ ինքը համարվում է Գյումրու գունապնակի մի գույնը։ Մենք գյումրեցիներս որպես այդպեսին շատ ունենք մեր գունապնակում գույներ, որոնց ամեն անգամ հեռանալուց միշտ ափսոսում ենք, որ այդ մի գույնը պակասում է քաղաքում։ Փառք Աստծո, այսօր Սամվելը մեր կողքին է, Սամվելը մեզ հետ է, Սամվելը մեր գունապնակի ամենավառ գույներից մեկն է, որի համար ես շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ դրեց տարի այն հատվածում, որտեղ նաև կար Սամվելը, որին ես ճանաչեցի, եւ մենք ընկերացանք իրար հետ եւ մինչեւ օրս մենք ունենք մեր անձնական ընկերային կապը եւ Սամվելը
կարողացավ ինձ նաև որպես մարդ, որպես քաղաքացի տալ իր հոգու ամենանուրբ զգացումները եւ ես իրեն ընկալում եմ որպես մարդ ընկեր, որը նաև ունեն փոխադարձաբար այս կողմի վրա։ Սանդա ջան, ծնունդը շնորհավոր եղբայր։ Քեզ բեղմնավոր աշխատանք ու ամենակարևորը պիտի ասեմ առողջություն։ Մեր այս դժնդակ օրերի մեջ առողջությունն այս պահին հավանաբար ամենակարևորն է, որովհետև ամենաթանկն է, որ չես կարող գնել ոչ մի տեսակի աշխարհի ոչ մի տեսակի փողերի գույներով։ Երջանիկ լինես եղբայր, առողջ լինես եւ ամենակարևորը վայելես սերն ու հարգանքը, որ ունես մինչև այսօր։ Թող չպագասի, թող ավելանա ու ավելի շատ քո մեջ դստերական էմոցիաներ տա, ավելի արարելու, հետագայում ավելի լավ գործեր մեզ տալու եւ սերունդներին թողնելու, քանի որ դու ինքդ նաեւ սերունդ կրթող ես համարվում, որովհետեւ պայմանից չէ, որ դպրոցում չես։ Կյանքն էլ ինքը որպես այդպեսին դպրոց է, կյանքը ինքը որպես այդպեսին բեմ է, որի խաղացողները մենք ենք, բայց դու այդ խաղալու ընթացքում այդ բեմի վարպետն ես եղբայր։ Շնորհավոր ծնունդդ։ Շնորհավորում եմ ձեր տարեդարձը, ցանկանում եմ երկար տարիների կյանք, մեծ բեմում նորանոր հաղթանակներ, ինքնագործ խմբից մինչև մեծ թատրոն, եւ այն տարիները, որը դուք պարգևել եք մեզ, մենք անչափ շնորհակալ ենք բոլորս։ 50 տարի դա շատ մեծ առաքինություն է բեմում։ Եվ նաեւ իմ լավ ընկեր Գյումրեցի Սանա Իսակյանի հետ միասին մենք ձեզ կփոխանցենք մեր կազմակերպության կողմից պատրաստված Ֆրունզի Մկրտչյան ոսկե շքանշանը, որին շատ մեծ արժանի եք։ Ես ցանկանում եմ, որ ձեր նոր հումորները ավելի գեղեցկացնի մեր կյանքը եւ լինի շարունակական։ Շնորհակալություն։ Գյումրիում ճիշտ այդ հայաշունչ հումորի հայրաքաղաքում Արաքելյանների տանը ծնվեց մի տղա երեխա, վարպետ Գևորգի 6-րդ զավակը։ Սամվել Արաքելյանը առաջին դերը սկսեց կերտել հենց մանկապարտեզից։ Փոքրուց սիրում էր նաև նկարել, ստեղծագործել, քանդակել, բայց ով կմտածեր այն ժամանակ, որ ծնվել է մի մարդ, ում վիճակված էր դեռ շատ երկար տարիներ ժպիտ պարգևել բազմաթիվ բեմերից։ Սամվել Արաքելյանը նույն ինքը Նիկոն միշտ եղել է մարդ, ով իր ժողովրդի հետ է ապրել բոլոր դժվարությունները։ 1988 թվականի աղետալի երկրաշարժի ժամանակ նա գտնվում էր Գյումրու թատրոնում բեմի վրա։ Այդ ցավը, որ տարավ 25,000-ից ավել անմեղ զոհերի, տարավ նաև նրա ավագ եղբորը։ Չնայած այդ անասաների ցավին ու դժվարին տարիներին, նա եւ իր մոտ ընկերները Արթուր Հակոբյանը, Հովհաննես Հովհաննեսյանը եւ այլ սիրված գյումրեցի դերասաններ կերտեցին մի նոր հույս։ Այդ մութ ու ցուրտ տարիներին, երբ մարդիկ երեկոյան մի քանի ժամով էին լույս ունենում, միանգամից միացնում էին հեռուստացույցները, որպեսզի դիտեն իրենց սիրված դերասանների հումորները եւ մի փոքր մեղմեն իրենց ցավը ժպիտի տակ։ Հիմա դուք էկրանին տեսնում եք քայլող լեգենդի, այո, քայլող լեգենդի, որը կես դար շարունակ ժպիտ ու ծիծաղ է պարգևել շատերին։ Նա իր գործունեության ընթացքում արժանացել է Հայաստանի Հանրապետության վարչապետի ոսկե հուշամեդալի, վաստակաշատ գյումրեցի տիտղոսի եւ բազմաթիվ այլ մեդալների, պարգևատրումների, որոնք ապացույցն են նրա հայրենանվեր գործունեության։ Շատ երկար են պատմությունները, եւ այս տեսանյութը չի բավարարի այդքան երկար պատմելու, թե ձեր էկրանին երևացող այս քայլող կենդանի լեգենդներից մեկը որքան սիրված ու ժողովրդավարական մարդ է, մարդ, որին մենք շնորհում ենք ու պաշտոնապես կոչում պրոֆեսիոնալ դերասան։ Նա ընտանիքի լավ հայր է, մարդ, ում կերտած դերերի տակ են մեծացել բազմաթիվ հայեր, որոնք մինչև այսօր էլ հիշում են իրենց մանկության տարիներին տեսած հումորներն ու ֆիլմերը։ Նա մարդ է, որը մեծի հետ մեծ է, փոքրիկի հետ փոքր, մարդ, որը հուզվել գիտի, արտասվել գիտի, ժողովրդի ցավով ապրել գիտի։ Պետք է նշեմ նաև, որ սիրված դերասանը չնայած իր վատառոշ լինելուն, դեռ շարունակում է որքան հնարավոր է
մի փոքր ժպիտ պարգևեր իր ազգին։ Գիտեք, շատ դժվար է այս դժվարին ժամանակներում ժպիտ պարգևել մարդկանց, բայց նա շարունակում է ժպիտ պարգևել իր հայրենակիցներին, դա կլինի թատրոնի բեմից, թե համացանցում բարբերաբար հրապարակվող նրա հումորներում։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը նույնպես կշարունակի լինել ժողովրդի ծոցից ծնված, ժողովրդի ցավով ապրող այս ժողովրդական մարդու կողքին։ Հարգելի Սամվել Արաքելյան, դուք սիրված եք եւ միշտ էլ կսիրվեք ձեր բազմահազար երկրպագուների կողմից։ Մաղթում ենք ձեզ անսպառուշ, երկար տարիների կյանք եւ նոր բեմական հաջողություններ։ Միշտ լինեք այդպես ժպտերես եւ ժպիտ տակ ձեր հայրենակիցներին։